Մեկ կարևոր նախագիծ, որը ընդունվել է եւ ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից, դա ինքնակամներին վերաբերող նախագիծն է եւ սրանով մենք ինչ փոփոխություններ արեցինք ի պատասխան բազմաթիվ քաղաքացիների դիմումների, ովքեր որ դիմելով հայտնում էին, որ ժամանակ են բաց թողել կամ տեղեկացված չեն եղել կամ հանրապետությունում չեն եղել եւ նախորդ կարգավորումների ժամանակ չեն հասցրել հաշվառել իրենց 2021 թվականից առաջ կառուցված ինքնակամ շինությունները։ Այս օրենքի տրամաբանությամբ մենք տվեցինք եւս 1 տարի ժամկետ, որը ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից մինչև դեկտեմբերի 31-ը 2026 թվականի եւ մեր քաղաքացիներին տվեցինք հնարավորություն, որպեսզի իրենք կարողանան հաշվառել այն ինքնակամ կառույցները, որոնք որ արտացոլված են 2021 թվականին Հայաստանի Հանրապետության օդային լուսանկարում, որը որ մենք իրականացրել էինք արդեն նախկինում։ Սա նշանակում է, որ քաղաքացիները, ովքեր որ ունեն այդպիսի ինքնակամ շինություններ, իրենք ստացան եւս մեկ հնարավորություն, որպեսզի կարողանան չափագրել այդ ինքնակամ շինությունը, մուտքագրել չափագրողի կողմից մուտքագրել էլեկտրոնային համակարգ եւ այնուհետեւ հաստատումը ստանալուց հետո համարել իրենց անշարժույթը արդեն իրենց կողմից կառուցված ինքնակամ շինությունը հաշվառված եւ այնուհետեւ ստանալ հնարավորություն, որպեսզի դիմեն համապատասխան համայնք տվյալ ապօրինի շինության օրինականացման հարցը քննարկելու։ Այստեղ մի քանի կարևոր հանգամանքներ, որոնց վերաբերյալ ես Facebook-ում նախկինում խոսել եմ, կուզենայի նաև այստեղ մատնացույց անել այդ հանգամանքները, դրանցից ամենաառաջինը եւ կարևորը այն է, որ մեր քաղաքացիները այդ process-ը սկսեն հենց անմիջապես հունվարի 20-ից եւ չթողնեն կուտակումներ տարեվերջին, որովհետեւ նախկինում մեր փորձը ցույց տվեց, որ եթե հունվար, փետրվար, մարտ ամիսներին հաշվառումները կարելի էր հաշվել 100 կամ մի քանի 100-ով, ապա տարեվերջին դեկտեմբեր ամսին այդ հաշվառումների քանակը հասնում էր մի քանի հազարի։ Եվ այստեղ ծանրաբեռնվածություններ առաջանում որակավորված մասնագետների մոտ եւ համապատասխանաբար միգուցե դրանք անդրադառնան նաեւ ծառայությունների արժեքի վրա, եթե այդ process-ը եւս թողնվի եւ կուտակվի վերջում։ Առաջին կոչը կլինի դա, որ խնդրել քաղաքացիներին չսպասել վերջնաժամկետին 26 թվականին եւ այդ process-ը սկսել հենց հնարավոր իսկ առաջին օրվանից։ Հաջորդ ամենակարևոր հարցը, որ միշտ տրվում է այն է, որ իսկ դա համարվում է, հաշվառումը համարվում է արդեն օրինականացված շինություն թե ոչ, ես կուզեմ սա էլ պարզաբանել, որ ոչ, դա չի համարվում օրինականացված շինություն, հաշվառումը դա այն process-ի սկիզբն է, որը թույլ է տալու քաղաքացիներին դիմել համայնք, որպեսզի համայնքի որոշմամբ այդ շինությունը ճանաչվի օրինական, եթե այն կբավարարի քաղաքաշինական բոլոր պահանջներին, նորմերին եւ համապատասխան իրավական կարգավորումներին։ Այսինքն մենք պետք է հասկանանք հետեւյալը, որ հաշվառում դա չի նշանակում օրինական շինություն, բայց եթե մենք ցանկություն ունենք օրինականացնել մեր կողմից կառուցված ինքնակամը, ապա պարտադիր պահանջ է հաշվառման իրականացումը։ Եվ սա այն կարևոր նախագծերից մեկն էր, որը եւս մշակվեց եւ ընդունվեց արդեն եւ հունվարի 20-ից կմտնի ուժի մեջ։ Ես ներողություն եմ խնդրում, քանի որ թեմայի հետ կապված հարցեր կան, եթե կարելի է հիշեցնեմ, հանրային ռադիոն է հարց ուղարկել, խնդրում է ճշտել, թե ինչպես քաղաքացին կարող է իմանալ իր կառույցը օդային լուսանկարահանման այդ գործընթացում ներառվել է թե ոչ։ Եվ մեկ այլ հարց, եթե ամեն դեպքում քաղաքացին վստահ է, որ ներառված չէ եւ ցանկանում է իր ինքնակամ շինությունը հաշվառել, ապա գործընթացը ինչպես է սկսվում, դիմել, հա, առաջին դուռը որ թակում են, որն է։ Ու եթե կարելի է նաեւ թվարկենք, թե ինքնակամ շինություն ասվածը ինչ տիպի կառույցների մասին է խոսքը։ Իհարկե։ Տեսեք, ուրեմն ես նախկինում Facebook-ում մեկ post է տեղադրել, որը հենց խոսում էր նրա մասին, թե ինչպես հասկանալ, որ ինքնակամ շինությունը այդ 21 թվականի օդային նկարի վրա երևում է, թե չի երևում, եւ դրա համար կա մի քանի աղբյուր։ Ես կոչ կանեմ, որպեսզի մեր քաղաքացիները ըստ հերթականությամբ օգտվեն այս աղբյուրներից, որովհետեւ ամենավերջի աղբյուրը դա արդեն վճարովի ծառայությունն է, որ պետք է դիմեն եւ տվյալը ստանան։ Առաջինը դա սեփական հիշողությունն է, պարզ, այսինքն կառուցապատողը, ինքնակամ կառուցողը ինքը պետք է հիշի իր հիշողության մեջ 21-ին է կառուցել, թե օրինակի համար 90-ական թվականներին է կառուցել, թե 2000-ականներին է կառուցել։ Սեփական ներքին վստահություն, թե երբ է կառուցվել։ Եթե այդ փուլը այդտենց անցումային ժամանակահատվածը եւ քաղաքացին չի կարողանում կողմնորոշվել, ապա դիմել իր սեփական արխիվներին, լուսանկար, տեսաձայնագրություն, որոնք որ պահպանված են եւ քաղաքացին կարող է դրանից օգտվել։
Եվ համապատասխանաբար օգտվել օդային լուսանկարներ, բաց հասանելի պարունակող օդային լուսանկարներ պարունակող հարթակներից, դրանք են Google Earth-ը, որից որ առօրյա կյանքում բոլորն էլ երևի թե օգտվում են, որտեղ կա հնարավորություն ըստ տարիների ստուգել, եւ վերջին տարբերակը, որը վճարովի ծառայություն է, տեղեկատվություն հնարավոր է ստանալ կադաստրի կոմիտեից համապատասխան դիմումը գրելով եւ այնտեղ սահմանված պետական турք ծառայության վճար կա, որը որ կվճարվի եւ մենք կտանք այդ համապատասխան տեղեկատվությունը։ Ինչպես սկսել հաշվառումը։ Հաշվառումը սկսելու համար նախ մենք այդ նշված նախորդ 3 փուլերով համոզվեցինք, որ մենք այս օրենքի տրամաբանության տակ հայտնվող ինքնակամ կառույց ունենք, այսինքն այն կառուցված է մինչև 21 թվականի օդային լուսանկարանման իրականացումը, պետք է դիմել չափագրողին, որակավորված մասնագետի, գեոդեզիստի, ով պետք է տեղում հանութագրման աշխատանքներ իրականացնի, այստեղ կապ չունի կադաստրային քարտեզում արտացոլված սխալները ու խնդիրները, որովհետև ըստ կարգի պետք է չափագրումը իրականացվի փաստացի ճշգրիտ կոորդինատներով։ Եվ մեր քաղաքացիներին պետք է խնդրել եւ հորդորել, որպեսզի իրենք ուշադրություն դարձնեն, քանի որ իրենք հանդիսանում են պատվիրատու այդ աշխատանքների եւ վճարող կողմ, ուշադրություն դարձնեն, որպեսզի որակավորված մասնագետները իրենց աշխատանքը դաշտում կազմակերպեն հավուր պատշաճի։ Եվ այնուհետև դիմելուց հետո, համապատասխան փաստաթղթերը ստորագրելուց հետո, չափագրողը ներ է բեռնելու տվյալ չափագրման փաթեթը էլեկտրոնային համակարգ, որի վերաբերյալ քաղաքացին ստանալու է SMS հաղորդագրություն եւ խնդրել քաղաքացիներին, որպեսզի իրենք հետևեն, որպեսզի իրենց անձնական հեռախոսահամարը դիմումի մեջ նշվի, այլ ոչ թե որակավորված անձի կամ մեկ այլ սխալ հեռախոսահամար, որովհետեւ այդ SMS հաղորդագրությունը քաղաքացին երբ որ ստանալու է առաջինը նրա մասին, որ փաթեթը ներ է բեռնված էլեկտրոնային համակարգ եւ ուսումնասիրություններից հետո կադաստրի կոմիտեի մասնագետների կողմից ուսումնասիրություններից հետո հաստատումից հետո քաղաքացին ստանալու է երկրորդ SMS հաղորդագրությունը, որը փաստելու է, որ հաշվառումը իրականացված է։ Այս երկփուլ ռեժիմը դրված է նրա համար, որովհետեւ մենք հետևենք, համեմատենք տեղեկատվությունը օդային լուսանկարի հետ եւ համոզվենք, որ ճիշտ տեղեկատվություն է մուտքագրվում էլեկտրոնային համակարգ։ Այսինքն քաղաքացու ֆունկցիան հիշել, ստուգել կառուցումը, որ տարեթվին է եղել եւ դրանից հետո դիմել որակավորված անձի։ Մնացած process-ը արդեն կազմակերպվում է համապատասխան համակարգերի եւ մասնագետների միջոցով։ Շինությունների տեսակները։ Շինությունների տեսակները ուրեմն որ շինություններն են համարվում ինքնակամ կառույցներ, տեսեք։ Ընդհանուր առմամբ դրանք այն շինություններն են, որոնք կառուցվել են առանց որևէ քաղաքաշինական փաստաթղթերի, այդ թվում թե ներկայումս թե նախկինում խորհրդային միության տարիներին, որովհետև խորհրդային միության տարիներին էլ եղել են շինություններ, որոնք համարվում են ինքնակամ կառույցներ։ Այդ խորհրդային միության տարիներին կառուցված ինքնակամների վերաբերյալ, եթե գույքաթերթի մեջ նշված է այդ շինությունը, դրանք հաշվառելու կարիք չկա, իսկ այդ գույքաթերթերը հիմնականում գտնվում են սեփականատերերի ձեռքում։ Իրենք պետք է ուսումնասիրեն, հավաքագրեն եւ տեսնեն իրենց անշարժ գույքին վերաբերվող բոլոր արխիվային փաստաթղթերը առանձին նայեն, տեղում համեմատեն իրենց ունեցած անշարժ գույքի հետ։ Եթե չունեն քաղաքաշինական փաստաթղթեր եւ առանց դրա կառուցել են պարիսպ, որևէ կցակառույց, սեփական տանը ավելացրել են որևէ սենյակ, կամ բակում կառուցել են որևէ գոմ, որևէ տնտեսական շինություն, կամ օրինակի համար բազմաբնակարան շենքին կցակառույց են ավելացրել, կամ ավտոտնակ ունեն, այո։ Այսինքն այս բոլոր շինությունները, որոնք որ կառուցվել են սեփականատերերի կողմից, թե սեփական հողամասի վրա, թե համայնքային ու պետական հողամասի վրա, դրանք համարվում են ինքնակամ կառույցներ եւ համապատասխանաբար այս կարգը վերաբերում է դրանց, բայց այն շինություններին, որոնք որ կառուցվել են կրկին անգամ մինչև 21 թվականի օդային լուսանկարանման իրականացումը։ Շատ լավ, հանրային հեռուստաընկերությունից հարց կա, խնդրում են ներկայացնել մինչ այժմ վիճակագրությունը, ովքեր արդեն հաշվառել են գույքը եւ ձեր ունեցած այդ լուսանկարանման գործընթացով ամրագրված ինքնական կառույցների քանի տոկոսն է հաշվառվել։ Շնորհակալություն հարցի համար, տեսեք, նախորդ օրենսդրական կարգավորումների արդյունքում հաշվառվածների քանակը կազմում է շուրջ 70,000 միավոր, այսինքն 70,000 ինքնակամ շինություն հենց հաշվառման էլեկտրոնային համակարգի միջոցով ներկայացվել է եւ օդային լուսանկարահանման վրա տարանջատել, թե որ մասն է բաց մնացած, ինքը այսօր հնարավոր չէ պարզաբանեմ ինչի համար, քանի որ Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման դիմում ներկայացնելը դա
պարտադիր չէ, այսինքն սեփականատերը ինքն է որոշում երբ դիմի իրավունքների պետական գրանցման համար։ Սա ինչ է նշանակում, որ ոչ բոլոր շինությունների նկատմամբ է այսօր գրանցված սեփականության իրավունք, բայց մարդիկ իրենց տանը ունեն իրավահաստատող փաստաթղթեր։ Մենք այսօր նայում ենք օդային լուսանկարին, տեսնում ենք արկա է շինություն, դրա նկատմամբ չկա իրավունքի պետական գրանցում, բայց դա բավարար չէ, որ մենք ասենք դա ինքնական կառույց է, որովհետև կարող է տվյալ շինության իրավատերը իր ձեռքի տակ ունի փաստաթղթեր տանը, բայց ինքը չի ներկայացրել իրավունքի պետական գրանցման։ Դրա համար այդ ֆիլտրացիան անելը այսօր անհնարին է, ինչը որ մենք հետագայում կփորձենք ինչ-որ ձևով օրենսդրական կարգավորումներով եւս լուծել։ Շատ լավ, այս